դա եւ ներսի եւ դրսից է։ Մենք չէ որ ներսում տարբեր ժողովների ենք մասնակցել, Գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպոսների եւ եղել են մեզ հետ տարբեր աշխարհիկ մարդիկ։ Եվ տեսել եմ, թե ինչ կերպով են նրանք այսպես ակցանի մեջ պահում ամենայն հայոց կաթողիկոսին, որ հանկարծ ինքը իրենց դրած այդ ճանապարհից չշեղվի։ Դուք չեք պատկերացնի ինչ է կատարվում, երբ որ հանկարծ նրանք տեսնում են, որ կաթողիկոսը ինչ որ մի այլ դիրքորոշում է ուզում արտահայտել որևէ մի հարցի շուրջ, դա անմիջապես բորբոքում է, ինչ որ ազդեցություններ, այնպես որ սա եւ ներսի եւ դրսի է։ Իհարկե, ես պիտի վստահաբար ասեմ, երբ որ վեհապարը մի օր Սուրբ Հոգու ներշնչանքով իր ճիշտ որոշումը կայացնի այս ամբողջի մեջ աղաղ եւ հանգստի կոչվելու եւ հնարավորություն տալու եկեղեցին առաջ գնալու, ոչ ոք էլ չի կարող այլևս իր դեմն առնել, որովհետեւ վերջապես իր անձնական եւ հանրատական որոշումն է, ինչ էլ որ լինի։